Երրորդ պարգևը ծառայության, ավետարանիչ պարգևն է, ավետարանչի ծառայություն։ Ավետարանել կարող ենք և պարտավոր ենք բոլորս, մենք բոլորս պարտավոր ենք ավետարանել, բայց ոչ բոլորս ենք ավետարանիչ, հասկանում ես սրա տարբերությունը, մենք պարտավոր ենք ավետարանենք մարդկանց, ավետարան քարոզենք, խոսենք բարի լուրի մասին, որ կա բարի լուր, Հիսուսը եկել է, ծնվել է, վերցրել է մեր մեղքեր իր վրա, մահացել է և հարություն առել, ահա ավետարանը, բարի լուրը, և մեզ տվել է կյանք, հավիտենական կյանք, ընդունիր նրան և ապրիր նրա կանոններով, նրա կյանքով և կունենաս հավիտենական կյանք, ավետարանը եթե մեկ նախադասությամբ մենք փորձենք նկարագրել, սա է, մենք ավետարանում ենք մարդկանց, բայց ոչ բոլորս ենք ավետարանիչ, ավետարանիչը դա արդեն մարդն է, պարգևն է, ավետարանիչը այն մարդն է, ով հռչակում է բարի լուրը, սա հենց նրա ծառայության նպատակն է, նա երբեք դրանից չի շեղվի, նա ուղղակի քարոզում է Աստծո սիրո և փրկության մասին, երբ ավետարանիչն է քարոզում, մարդիկ ստանում են փրկություն, չի կարելի գնալ Աստվածաշնչյան դպրոց և սովորել ու դառնել ավետարանիչ, այն լինում է, այդ մարդը ուղղակի լինում է, ավետարանիչը դա Աստծո պարգևն է եկեղեցու համար, եթե եկեղեցին ավետարանչի ծառայության կարիք ունի, պետք է դիմել հունձքի տիրոջը և նա կուղարկի մշակներ, այսօր այդ ծառայության պակասը շատ կա եկեղեցում, կոնկրետ մեր Ստեփանավան եկեղեցում կա դրա կարիքը, որ մարդիկ սկսեն ավետարանել դրսի մարդկանց, տեսեք Փիլիպոսը, Փիլիպոսը ընտրված էր որպես Երուսաղեմի եկեղեցու 7 սարկավագներից մեկը, հիշում եք, չէ, որ ծոմ պահեցին, Սուրբ Հոգին սարկավագներ կարգեց, երբ որ վեճ եղավ, հրեախոս, եբրայախոս և հելենախոս հրեաների միջև վեճ եղավ, արթնություն էր ժողովուրդ, շատ մարդիկ եկան եկեղեցի, և կարգ ու կանոն էր պետք եկեղեցում, չկար, նոր էր եկեղեցին, շատ բան չգիտեին, խամ էին, և վեճ եղավ, եբրայախոս հրեաների և հելենախոս հրեաների միջև, հելենախոս այսինքն հունախոս հրեաների միջև, և առաքյալներ ասեցին մեզ համար, գիտես, մենք չպետք է թողնենք խոսքը, ծոմը, աղոթքը և սկսենք սեղանները սպասարկել, ընտրեք ձեր միջից մարդիկ, ովքեր լցված են Սուրբ Հոգով և վկայություն ունեն, ընտրեք ձեր միջից այդ 7 հոգին, թող նրանք սեղանները սպասարկեն, այսինքն հյուրասիրության ծառայությունը այդպես ծնվեց, և 7-ից մեկը ընտրվեց Ստեփանոսը, նրա մասին գրված է, որ նա բարի համբավ ուներ, Սուրբ Հոգով և իմաստությամբ լցված մեկն էր, բայց Աստված նրա համար ուրիշ ծրագիր ուներ, տեսեք, սարկավագ ընտրում են մարդիկ, Աստված նրա համար ուրիշ ծրագիր ուներ, նա կանչեց Փիլիպոսին այդ ծառայության մեջ և արդյունքում ինչ եղավ, նա գնաց Սամարիա և Աստծո խոսքը այնպես էր ավետարանում, որ Սամարիան ամբողջությամբ եկավ Աստծուն, այսինքն մարդը դնում է ծառայության մեջ, Աստված կարա շտկի և կարիքծրով կանի, ինչ էր մնում Փիլիպոսին, հավատարիմ մնա այն ծառայության մեջ, որ միշտ կանչված էր, սեղանները սպասարկի, Ստեփանոսները չեն տրված սարկավագներից մեկը, բայց նա այնպիսի իմաստությամբ էր լցված, Սուրբ Հոգով էր լցված, որ նրան չէին կարողանում ընդդիմանալ անգամ քահանաները, ու գրված է նրա երեսը հրեշտակի երեսի պես փայլում էր, նա շատ իմաստություն ուներ, ով սուրական կաֆեդրայի մեջ ջուր դնող մեկը, հյուրասիրության ծառայողն էր նա, սեղաններն էր սպասարկում, սուրճ էր տալիս, թեյ էր տալիս, հասկանում ես, սրանք սարկավագական ծառայություններն են, Գործք առաքելոց 8-րդ գլուխ 5-7 խոսքերը, գրված է Փիլիպոսը Սամարիայի մի քաղաք իջավ, Քրիստոս էր քարոզում նրանց, ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս և բազում անդամալույսներ և կաղեր էին բժշկվում, ավետարանչի ծառայության միջոցով շատ հրաշքներ են տեղի ունենում, ինչու, որովհետև ավետարանիչը քարոզում է հավատքի մասին և բարձրացնում է մարդկանց հավատքը, ավետարանչի քարոզությունը և ուսուցչի քարոզը լրիվ տարբերվում է, ուսուցիչը մանրանում է, ուսուցիչը հայտնում է, խոսքերն է բացում, իր տեմբրը, խոսակցականը, քարոզը լրիվ ուրիշ է, ավետարանիչս ինքս ոնց որ մի հատ
կայծակ լինի երկնքից։ Սա ավետարանչի քարոզչությունն է, եւ հավատք է բարձրացնում։ Իսկ որտեղ հավատք կա, այնտեղ նշանները լինում են։ Որտեղ հավատք կա, այնտեղ զորություն է դրսևորվում։ Գրված է խոսքի մեջ. ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը հայտնվեցավ։ Այսինքն հավատքի վրա է Աստված գալիս գործում։ Եվ Փիլիպոսի ծառայությունը սա էր, նա ավետարանի չէր, նա քարոզում էր, բայց կա մի բայց, որի մասին հեսա կանդրադառնանք։ Ինչ բայց կա։ Գործկարաքելոս 21:8 Հետագայում մենք տեսնում ենք, որ Փիլիպոսը բնակվում էր Կեսարիայում, որտեղ հայտնի էր որպես ավետարանիչ։ Հաջորդ օրը Պողոսը եւ մենք նրանք եները այնտեղից դուրս եկանք Կեսարիա եւ Փիլիպոս ավետարանչի տունը մտանք։ Նա հայտնի էր որպես ավետարանիչ։ Բոլորը գիտեն, որ նա ավետարանիչ է։ Դա երևում է։ Ոնց իմանաս մարդը այդ պարգևի մեջ է։ Մարդիկ դա տեսնում եւ ասում են. Սա մարգարե է, սա կա վկայություն, սա ավետարանիչ է, կա վկայություն։ Եվ ասացի, ավետարանիչը հաճախ կոնֆլիկտի մեջ է մտնում ուսուցչի հետ։ Որովհետև ավետարանիչը գալիս ասում, ինչ եք նստա եկեղեցու, մարդիկ մեռում են դուրսը։ Իսկ ուսուցիչը ասում է, լավ, հասկացանք, բա ով է նրանց սովորացնելու, ով է հիմքերի վրա հաստատելու։ Դա համար այս պարգևները պիտի համագործակցեն մեկը մյուսի հետ, ինչպես որ առաջի դասի ժամանակ ասացի, հոդերով մեկը մյուսի հետ կապված ենք եւ իրար օգնում ենք։ Մենք աճում ենք։ Եթե ավետարանիչը չքարոզի, եկեղեցին չի լցվելու։ Այս պարգևը հրաշալի նվեր է Աստծո ցանկացած տեղային եկեղեցու համար։ Նա լի է հրաշքներով եւ նշաններով։ Սակայն դա չի նշանակում, որ ավետարանիչը պիտի եկեղեցուց անկախ գործի։ Նա պիտի կցված լինի եկեղեցուն ցանկացած տեղային եկեղեցուն։ Ու հրաշալի պատմություն, թե ինչու է կարևոր թիմային աշխատանքը։ Գործկարաքելոց 8-րդ գլուխ 14-17 խոսքերը։ Տեսեք, երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, Երուսաղեմը կենտրոններ, մայր եկեղեցիներ, այնտեղ առաքյալներն են, լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծո խոսքը, ինչ էր Սամարիան, սիրելիներս։ Սամարիան մի տարածք էր, մի քաղաք էր, որտեղ հրեաների եւ հեթանոսների խառնուրդն էր։ Դա համար հրեաները չէին շփվում սամարացիների հետ։ Նրանք պիղծ էին համարում սամարացիներին։ Որտեղ նրանք ձուլվել էին բաբելոնացիների հետ, ովքեր որ գերության են գնացել, հիշում եք Նաբուգոնոսորի ժամանակ։ Հետո մնացել են այնտեղ։ Սամարացի կնոջ պատմությունը հիշում եք, որ հրեաները չէին շփվում նրանց հետ։ Հա նրանք առհամարված էին, հրեաների համար պիղծ էր համարվում նրանց հետ սեղան նստել, խոսել, շփվել։ Եվ Աստված ուղարկեց Փիլիպոսին Սամարիան եւ նա քարոզեց, կարդացինք։ Հրաշքներ եղավ եւ Սամարիան ընդունեց։ Երբ առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծո խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին եւ Հովհաննեսին։ Նրանք այնտեղ իջան եւ նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգի ստանան, քանի որ նրանցից ոչ մեկի վրա ուշադիր դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել, այսինքն ջրով էին մկրտվել։ Միայն ջրով, բայց ոչ Սուրբ Հոգով։ Այն ժամանակ ձեռքերը դրեցին դրանց վրա եւ նրանք Սուրբ Հոգի ստացան։ Իսկ ինչու դա չէր անում հենց ինքը Փիլիպոսը։ Ինչու այդ ամեն ինչը չէր կատարվում Փիլիպոսի միջոցով։ Չէ՞ որ հրաշքները կային, դիվարները ազատագրվում էին, բարձրաձայն։ Մարդիկ մկրտվում էին ջրով, բայց ոչ Սուրբ Հոգով։ Հենց այստեղ Աստծո իմաստությունը, որ մենք մեկս մյուսի կարիք ունենանք։ Առաքյալները եկան այդ հովվական պարգևով, Հովհաննեսը։ Պետրոսը նա եղել է հովիվ, Պետրոս առաքյալը։ Եվ հովվական պարգևը պետք էր, որ գար ձեռքը դներ մարկանց վրա եւ նրանք Սուրբ Հոգին է ստանա եւ Սուրբ Հոգով մկրտվեին։ Բռնեցիր ես միտքը։ Ինչու դա չէր լինում ավետարանիչ Փիլիպոսի միջոցով, որ նա չպարտանա միգուցե, որ նա չասի ինձ մնացած պարգևները պետք չեն։ Ավետարանչի միջոցով շատ հրաշքներ են լինում։ Եվ որ ավետարանիչը դուրս է գալիս ծառայության, նա մարդկանց հավատքն է բարձրացնում։ Բայց պետք էր հովիվը, պետք էր ուրիշ պարգև, որ գա ու ասի, ես քեզ կօգնեմ, եղբայր։ Եվ այստեղ պետք էր Փիլիպոսի խոնարհություն, որ նա ասի, հարց չկա, ես քո կարիքը ունեմ։ Սա Աստծո իմաստությունն է, թանկագիներս, որ մենք հանկարծ չպարտանանք։ Հանկարծ չասենք, դե ես եմ ամենակարողը։ Ես կարամ համ ջրով մկրտեմ, համ Սուրբ Հոգով խոսել տամ մարդկանց, համ հրաշքներ լինի, ավետարանչի ծառայությունը ուղղակի հավաքի մարդկանց եւ ում տա Պետրոսին։ Նրանք լսեցին, Սամարիան ընդունել է, ու միջոցով
ավետարան չի, գնանք օգնության հասնենք, որտեղ ինքը ավետարանի չէ, ինքը հիմքերը չի կարա դնի։ Որտեղ հիմքերի վրա դնում է ուսուցիչը, հիմքերի վրա դնում է եկեղեցին հովիվը, բայց ոչ ավետարանի չէ։ Երբեմն ավետարանիչները լինում են հիասթափված, երբ գալիս են եկեղեցի, քարոզում են եւ մարդիկ չեն ապաշխարում։ Ինչու՞։ Եկեղեցում ես քարոզում, թանկագին ավետարանիչ։ Փրկված մասայի մեջ ես քարոզում, որտեղ պիտի ցանես դրսում։ Երբ որ ավետարանիչը ցանում է կաֆեդրայի շուրջը, այստեղ է մենակ քարոզում։ Մենակ կաֆեդրայի շուրջն է ինքը ցանում, այստեղ ինքը չի կարա հնձի։ Ինքը այստեղ չի կարա լիարժեք ծառայության մեջ լինի։ Ավետարանիչը պիտի լինի դրսում։ Ավետարանչի ծառայությունը նախատեսված է աշխարհի համար, աշխարհիկների համար, որպեսզի նրանց բերի եկեղեցի։ Եվ շատ հաճախ ավետարանիչները հիասթափվում են իրենց ծառայությունից։ Ինչու՞։ Սխալ տեղում են ցանում, կաֆեդրայի շուրջն են ցանում։ Այստեղ չպետք չի ցանել։ Կաֆեդրան ուսուցչի համար է, հովվի համար է։ Այս վայրը, այո, մենք կարանք կազմակերպենք ավետարանչական ծառայություն, հրավիրենք մարդկանց, նոր մարդկանց եւ ավետարանիչը պիտի քարոզի ավետարանի, մարդիկ փրկվեն, նորմալ է։ Լինում այդպես, չէ՞։ Միջոցառում ենք անում, գիտեմ, հրաշալի եղբայր Սևակ Բարսեղյանին ենք հրավիրում, մարդիկ գալիս են, լսում են, կամ մեր շատ սիրելի եղբայր Գորմեխակյանը, ավետարանչական ծառայություն է լինում, մարդիկ փրկվում են, բայց նրանք հետո պիտի հետ քաշվեն եւ մուտք են գործում արդեն ուսուցիչներն ու հովիվները։ Եթե այդ մարդկանց մենք թողենք ավետարանիչների վրա, նրանք ուղղակի կսպանեն այդ մարդկանց, կխեղդեն։ Եթե մենք ուղարկենք դուրս ծառայելու ուսուցիչներին, մեղք են այդ մարդիկ։ Ուսուցիչը դնելու է մտնի Աստծո այդ խորքերի մասին, խոսա աստվածաբանության մասին, աշխարհիկ մարդուն դա պետք չի։ Աշխարհին մարդուն պետքա ավետարան լսի։ Իսկ դա ուսուցիչը չի կարող անի։ Ինքը կարա ավետարանի եւ վերջ, բայց ավետարանչություն չի կարող անի։ Ես փորձել եմ, չի ստացվել իմ մոտ։ Ես փորձել եմ ավետարանչություն անել, չի ստացվել իմ մոտ։ Ես տանջվել եմ այդտեղ։ Բայց հավատարիմ եմ եղել։ Ինձ ուղարկել է միսիոներական կենտրոն ավետարանչության պարսիկներին։ Ես դուրս եմ եկել, գնացել եմ, ասել եմ հարց չկա։ Ես ոնց կասեք։ Սա իմ ցուցադրվել իմ հնազանդությունը, խոնարհությունը իմ ավակներին։ Ես փորձել եմ, չի ստացվել, բայց ես գիտեի չի ստացվելու, ես ուսուցիչ եմ, ես տանջել եմ այդ մարդկանց, բայց ես ծառայում եմ ավետարանչի հետ, ես հիանում եմ նրա ծառայությամբ։ Մենք բան ենք բաժանում պարսիկներին, երբ որ նրանց նոր տարին էր, Նովրուզն էր, նրանք գալիս են այստեղ Հայաստան նշելու, դե մենք էլ միսիոներական կենտրոն ենք, չէ՞, մենք պիտի նրանց քարոզենք եւ դուրս են գալի բուկլետներ ենք բաժանում եւ այլն եւ այլն։ Վերցնում ենք, ասենք 100 հատ ես, 100 հատ էդ իմ ընկերը, եւ դուրս են գալի։ Ինքը վերջացնում էր կես ժամում, ես էլ 2-3 հատ էի զորով տալիս մարդկանց։ Չէր ստացվում սիրելիս։ Դուք ասես մենակ ինչ կա տալու մեջ, դա էլ ավետարանչություն։ Լավ։ Ավետարանիչը պիտի գնա եւ աշխարհում քարոզի։ Մենք պիտի աղոթենք Աստծուն, որ տա մեզ ավետարանիչ, եւ ավետարանիչը պիտի ուղարկված լինի ավետարան քարոզելու։ Գնա գյուղեր, քաղաքները եւ քարոզի բարի լուրը, եւ շատ հնարավոր է, որ այդ մեկը հենց դու ես։ Հենց դու ես։ Եթե դու դա զգում ես քո սրտում, որ վառվում է այս դասի ժամանակ, ուրեմն դա դու ես, իմացի։ Եթե դու լսում ես պարգևի մասի եւ սկսում ա դա քեզ հետաքրքրել, դա դու ես։ Արծարծի դա, օգտագործի, գործածի։ Ամեն։